Խաղաղություն կլինի մի դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք կան կողմերի միջև, լուծվեն այնպես, որ բոլորի կենսական շահերը պաշտպանվեն, այն ինչ դրված է սեղանին, որը դեռ նախաստորագրված է ընդամենը, այն պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մեր կենսական շահերին հակասում են։ Այլ խնդիր է, որ դուք պատերազմի սպառնալիքով ժողովրդին վախեցեցիք և զրկեցիք ազատ կամքով ազատ ընտրությունների մասնակցել։ Ադրբեջանը և դուք կառավարությունները ժողովրդին բերեցիք մի վիճակի, որ վախի պայմաններում չկարողացան ճիշտ կողմնորոշվել։ Չքվեարկեք, այսքան էլ ճիշտ, չքվեարկեք այս մի ուժին, այլապես կլինի պատերազմ, դա նշանակում է ընտրության իրավունքի սահմանափակում, սան էլ գումարենք փառապանծ ուժային կառույցների գործողությունները։ Ինչևէ, տիկնակ և պարոնայք, Հայաստանի Հանրապետությունը, սիրելի հայրենակիցներ, խաղաղ պայմաններում չի ապրում, և եթե մենք այս իրականությունը փորձում ենք չտեսնելու տալ, վարում ենք ջայլամի քաղաքականություն, ամեն հաջորդ օրը ավելի ծանր մարտահրավերներ է մեզ բերում, քան թե յուրաքանչյուր նախորդ օր։ Պետք է առերեսվենք ճշմարտության հետ, ճիշտ գնահատենք իրականությունը, որպեսզի այդ իրականությանը հարիր լուծումներ գտնենք։